Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Տեսակետ կա, որ ընդդիմադիր հայտնի եռյակի Հայաստան դաշինքի Ծառուկյան դաշինքի ենթադրյալ։ Ինչի ենթադրյալ։ ԲՀԿ-ի Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ Ուժեղ Հայաստան դաշինքի միասնական վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Դուք ունեք ներքին պայմանավորվածություն, Ոչ։ որ եթե դուք երեք քաղաքական ուժերով անցնեք խորհրդարան, վարչապետի թեկնածու առաջադրվելու է Ռոբերտ Քոչարյանն է եւ նրանք Ոչ։ Ոչ, նման ոչ պայմանավորվածություն, ոչ քննարկում, ոչ զրույց չի եղել, ավելին ասեմ, նախագահ Քոչարյանը իր ասուլիսներից մեկի ժամանակ, եթե չեմ սխալվում, այդ մասին խոսել է եւ տրամաբանական բացատրություն է տրվել։ Ընդդիմադիր դաշտի առաջատար ուժը ներկայացնում է իր վարչապետի թեկնածուին եւ աջակցելու են ընդդիմադիրները, առնվազն մենք մեր մասով աջակցելու ենք այդ թեկնածուին։ Ով կլինի առաջատարը ընդդիմադիրներից, նա էլ առաջին հերթին այդ իրավունքը կվաստակի։ Երկրորդը, որևէ ակնկալիք, որևէ sense անձնական խիստ ձգտում, որ ամեն գնով չէ պետք է Հայաստան դաշինքից լինի վարչապետը, այդպիսի ցանկություն, ձգտում, մոտեցում, պնդում արված չի երբեք։ Եվ վերջապես երրորդ, հայտնի անձնավորությունը, երբ որ փորձում է թիրախավորել անցնելով անձնական նաև արժանապատվության սահմանները վիրավորելով, հա, բերելով 3 բևեռներին անունը դնելով ինչ երրագլուխ կուսակցություն եւ այլն, ինքը ունենալով մի գլուխ, այնքան արավիրք է բերել մեր երկրին, որ ինչ երրագլուխ, ինչ 10 գլուխ, ինչ 100 գլուխ, որևէ մեկը չի կարող մրցել իր այս արավիրքների հետ, բայց ես ուզում եմ հարգանքով մոտենալ նաև ընդդիմադիր մյուս հատվածի մարդկանց, մյուս կուսակցությունների ներկայացուցիչներին։ Ի վերջո տեսեք, կան նաև այլ ընդդիմադիր հատվածներ, որոնք նույնպես ակնկալում են հասարակությունից քվեներ։ Այո, առաջատարները գուցե մենք մեր ձեր կողմից թվարկված 3 քաղաքական ուժերն են, բայց էլի ընդդիմադիր կուսակցություններ կան եւ ես հաջողություն եմ մաղթում բոլորին։ Բոլոր ընդդիմադիրներին, ի վերջո մենք նորից եմ կրկնում, մեր նպատակը ընդդիմադիր դաշտում այնպիսի իրավիճակ ստեղծելն է, որպեսզի այս իշխանության վերարտադրությունը իսպառ բացառվի։ Դուք եք անում Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների եւ հարցազրույցներին, պարոն Մինասյան, Ռոբերտ Քոչարյանը օրինակ շատ բաց տեքստով ոդկասթներից մեկի ժամանակ ասաց, որ ճգնաժամային իրավիճակներում կառավարելու փորձառություն ունի եւ արտաքից որ այո, իսկ դուք այլ բան եք գնահատական ունեք։ Ես լրագրող եմ, այս դեպքում կարծիք Չէ, եթե դուք վկայակոչում եք։ Շարունակելով հարցը, պարոն Մինասյան, ակտարկից որ միակ կարող վարչապետի թեկնածուն ինքն է ակնկալելով, որ հենց իրեն պիտի ընտրեն եւ մի կարգախոսը չէ, շրջանառվում է ձեր կողմից, հունիսի 7-ին ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձի, փորձարարության եւ փորձանքի միջեւ։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը այս երեքից ո՞րն է փորձն է, փորձանքն է, փորձարարությունը։ Դուք ասեք ո՞րն է, որ ես կարողանամ։ Ես էլի ձեռնպատ կմնամ։ Դուք ձեռնպատ չեք հիմա դուք ձեռնպատ չեք, որովհետեւ եթե դուք ձեռնպատ չլինեիք, եթե դուք կողմ չլինեիք, դուք կարող եմ իշնել ներքև։ Չէ, ես կբարձրանամ։ Ակնհայտ է շատ կարևոր մի բան, հա, որ Ռոբերտ Քոչարյանը թե իր փորձառությամբ, թե իր արդեն անցած ճանապարհով եւ թե իր գործունեությամբ դրան գումարած հայ հեղափոխական դաշնակցության պատմական ամբողջ ընթացքը եւ համագործակցության ընթացքում ձեռք բերված բազմաթիվ դրական կողմերը թույլ են տալիս ասելու, որ այո, փորձառությունը, փորձը, վճռականությունը մեր դաշինքը ունի։ Իդեմս նաեւ դաշինքի առաջնորդի վարչապետ եթե քվեարկեք օրինակ Արման Թաթեյանի օգտին օրինակ տեսեք ես քիչ առաջ ասեցի չէ ինչն է սկզբունքը առաջատար ընդդիմադիր
ուժը ստանալու է մեր աջակցությունը, ստանալու է, որևէ խնդիր չկա եւ նախագահ Քոչարյանը դա էլ է ասել, եթե մենք եղանք առաջատարը, ակնհայտ է, որ իմ թեկնածությունն է լինելու, եթե այլ ուժ եղավ ընդդիմադիր դաշտում, իհարկե մենք պետք է աջակցենք, ինչ կլինի իրավիճակը այդ ժամանակ, կախված է նաեւ մեր մյուս գործընկերների վարկագծից, այնուամենայնիվ մեր նպատակը ընդդիմադիր դաշտում այս փոքր-մոքր կծմծոցները եւ իշխանության կողմից հրահրվող վարկագիծը, ներառյալ լրատվամիջոցների կողմից, իշխանական, այս կծմծոցները ընդամենը մի բանի մասին են խոսում, որ ընդդիմադիր դաշտը, իդեմս առաջատարների եւ մյուս ընդդիմադիր ուժերի շատ ուժեղ են, դրա համար էլ իշխանությունը մտահոգված է։ Միասին կարող եք, մի խոսքով, միասին կարող եք։ Միասին կարող ենք մեր ժողովրդի հետ միասին։ Միասինը առաջին հերթին վերաբերում է մեր ժողովրդին։ Մեր ժողովուրդը իր միասնականությամբ կարող է անել։ Գրողի ծոցն ուղարկել բոլոր ծանր դժվար ժամանակները, երկրում հաստատել արժանապատվության, արդարության, անվտանգության լիարժեք իրավիճակ։